Սիրելիներ, մենք եղբայրներս միշտ խոսում ենք մեր կյանքի ընթացքում ինչ փորձեր ենք ունենում, մարդկանց հետ ինչ տեսակի զրույցներ ենք ունենում, որտեղ մեր խոսքը կենթանի խոսք է, սիրելիներ, Աստծո խոսքն է, դա կյանքի հետ կապ ունի, մեր կենցաղին հետ կապ ունի, սիրելիներ, մեր փորձերուն հետ կապ ունի, մեր տկարություններուն հետ կապ ունի, մեր հաղթանակներուն հետ կապ ունի նույնպես, հաղթանակ այսինքն աշխարհի վրա հաղթանակ, այս մարմնեղենի վրա հաղթանակներով հետ կապ ունի, սիրելիներ։ Եվ գիտեք, ահագին հավատքի մեջ եղած քրիստոնյաներ, ահագին հավատացյալ քույրեր, եղբայրներ, սիրելիներ, դակավին իրենք տարապում են իրենց կյանքի մեջ ճշմարտությունը չիմանալու պատճառով։ Ճշմարտությունը չիմանալու պատճառով, սիրելիներ։ Որովհետև Հիսուսի խոսքը հիշում եք, դա իզուր դեղը չասեց։ Հովաննու 8-րդ գլուխ 31-րդ 33-րդ համարներում մեջ Հիսուս ինչ ասեց իրեն հավատացող հրյաներուն, գսե հավատացողներուն իրեն գսե։ Եթե իմ խոսքից մեջ կենակ, ճշմարտությունը պիտի գիտնաք։ Կենակ, այսինքն ապրեք, կյանք բարից եկա։ Եվ ճշմարտությունը ցեզ ազատ պիտի արձակե։ Ճշմարտությունով դուք պիտի ազատագրվիք։ Ճշմարտությունն է կարևորը մարդու ներսիտին բացվի, սիրելիներ, եւ այդ ճշմարտության հավատա, որտեվ եթե ճշմարտությունը գիտնաք, գիտե որ ճշմարտություն է, արդեն հավատքի խոսք չկա, մեկը կհավատա, որտեվ ճշմարտությունն է մարդու ուզում։ Մարդը ասում է մյուսին, ինձի ճշմարտությունը ասե։ Ուզեմ ես ճշմարտությունը գիտնալ։ Երբ որ ճշմարտությունն է, վերջ, այդ այլևս հավատալու հարց չի գա, արդեն գիտեցավ ճշմարտությունը։ Դրա համար ասում է, որ ինձի իրեն հավատացող հրյաներուն ասավ, հավատում էին, բայց տակավին ճշմարտությունը իրենց բացված չէր։ Եվ ճշմարտությունը ինքը բացվում է։ Ճշմարտությունը եւ առ մի մոմենտի դակ չէ, որ ամբողջ ճշմարտությունը բացվում է, դա կյանք է, սիրելիներ, կյանք է։ Ինչու՞ այս բոլորը ասում եմ, որովհետեւ մշտական ես այս տեսակի հարցեր, տարապանքներ եմ լսում հավատացյալներից, որ ասում են, որ ես չեմ փրկվելու, որովհետեւ ես տակավին մեղքեր եմ կործում, չեմ կարողանում ազատագրվել, նույն մեղքը կործում եմ, խոստովանում եմ, հետո նորից նույն մեղքն եմ կործում, մի հատ եւս եմ խոստովանում, հետո այլևս ես ամաչում եմ խոստովանել այս տեսակի հարցեր, ինչ ասեմ, երթամ իմ հովիվին, իմ ավակ եղբորս ինչ խոստովանեմ, որ նույն մեղքը նորից եմ կործում, չեմ ուզում կործել, բայց կործում եմ, չեմ կարողանում հաղթահարել, այս ինչ վիճակ է իմ մոտս, ես ոնց փրկվեմ, ես փրկություն չունեմ, որտեվ այսպես არ մնալու եմ իմ վիճակս։ Սիրելիներ, այս տեսակի վիճակները պատասխան ունի Աստվածաշունչը։ Մենք միշտ խոսում ենք, որ հավատքով ենք փրկվել, եւ դա Աստծո խոսքն է մեզ ասում։ Եփեսացիներու 2-րդ գլուխ 8-րդ համարի մեջ գսե դուք շնորհքով եք փրկված։ Հավատքի միջոցով դա ցեզանից չէ, բայց Աստծո բարգևն է։ Աստծո ծրի բարգևն է։ Ոչ թե ծեր գործերեն, որովհետեւ ոչ մեկը չբարձենա, որովհետեւ ոչ մեկը չբարձենա։ Սիրելիներ, ուրեմն ինչով է մարդ փրկվում, հավատքի միջոցով, ինչի է հավատում, սա է ամենակարևորը, ինչի է հավատում։ Դուք գիտեք, լսել եք եղբայրներից, որ կա մեղքը եւ կան մեղքերը, սիրելիներ։ Փրկությունը մեղքից ազատագրվել է։ Մեղքերը մեղքի հետևանքն են։ Մեղքերը, որ կործում ենք, մեղքի հետևանքն է։ Իսկ մեղքը, սիրելիներ, տեսնում ենք անհավատությունն է, Ինչի հանդեպ անհավատություն, Աստծո խոսքի հանդեպ։
Աստծո առաջարկած կյանքի նկատմամբ անհավատությունն է։ Ինչ որ տեսնում ենք, որ Եվան եւ Ադամը այդ մեղքը կորցեցին, որովհետեւ Աստված ասեց իրեն բարի ու չարի ծառի պտուղին մի ուտեք այդ պտուղեն։ Սիրելիներ, բայց երբ որ օծը մոտեցավ, ասեց, որ Աստված չի ուզում ուտեք, որովհետև չի ուզում, որ դուք աստվածներու նման լինեք։ Այսինքն Աստված ձեր լավը չի ուզում։ Հիմա ում հավատաց Եվան, հավատաց օծին։ Իր հավատքը օծի խոսքին հանդեպ եղավ, Աստծո խոսքը չհավատաց։ Աստծո առաջարկած կյանքը դրախտում, դրա չի հավատացին Ադամ եւ Եվան, որովհետեւ մտածեցին, որ մենք աստվածներու նման կլինենք, մենք շատ ավելի լավ, շատ ավելի երջանիկ կյանք կարող ենք ապրել, թեև Աստված ամեն ինչ տվել էր Ադամին։ Տեսնում եք, մեղքը սա է, եւ աշխարհը այսօր չի հավատում Աստծո առաջարկած կյանքին։ Ինչ է տարբերությունը փրկվածին եւ ոչ փրկվածին։ Փրկվածը ինքը հավատում է Աստծո առաջարկած կյանքին։ Դրա մեջ է տեսնում երջանկությունը։ Դա հավատում է, որ ճշմարտությունն է եւ իրեն համար դա լավ է։ Քոնը այդպես է սկսում, հետո տեսնում է, որ իրեն համար դա լավ է, դա ապրում է։ Իսկ սիրելիներ, աշխարհը հավատում է, որ իր երջանկությունը իր եսը մեծանալու մեջ է, իր հպարտության մեջ է, իր փառքին մեջն է, իր հաջողության մեջն է աշխարհում, ուրիշին վրա իշխելու մեջ է ուրախությունը, շատ փող աշխատելու մեջ է ուրախությունը, աշխարհը սրան է հավատում, տեսնում եք, աշխարհը չի հավատում Աստծո առաջարկած կյանքին։ Հետևաբար աշխարհի մարդը չի կարող փրկվել, թեև շնորհքը ծրի բարգև է։ Ես գալիս եմ հիմա քեզ տալիս եմ ծրի բարգև։ Բայց այդ ծրի բարգևը եթե դու չվերցնես, կօգտվես իմ ծրի բարգևիցս։ Կօգտվես, չես օգտվելու սիրելիս։ Դրա համար շնորհքը Աստված ուզում է, որ բոլորին փրկե, բայց բոլորը չեն փրկվում, որովհետև չեն վերցնում ծրի բարգևը։ Հիսուս ասում է, որ լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին։ Այդպես չէ, որ լույսը չտեսան, տեսան լույսը, բայց մտածեցին, ասին, չէ, ես խավարը կսիրեմ, որտեղ այն չարքորեր ձորերը, որ կկործեմ, խավարի մեջ կկործվի, լույսին տակ խայտարակ կլինեմ, լույսի մեջ չեմ գարա, իմ սրտի այդ բոլոր անցնասեր չար փափակները կատարել, հետևաբար ես խավարը ընտրեցի, լույսը տեսավ, խավարը ընտրեց։ Լույսը չէր գիտեր աշխարհը, լույսը աշխարհ եկավ, մենք ալ լույսը չէինք ճանաչում։ Լույսը տեսանք, ասենք, մենք սա ենք ուզում։ Մենք չգիտեինք լույսը, բայց ինչքան լավն է լույսը, եւ ընտրեցինք լույսը։ Դա մտանք շնորհքի տակ, սիրելիներ։ Իսկ աշխարհը մերժում է լույսը։ Տեսնում եք։ Բայց ինչու՞ համար լույսը ընտրելուց հետո դակավի մարդը մեղքեր է կորցում, որովհետև դրա պատասխանը տալիս է Աստվածաշունչը։ Ասում է, որ մարդուն ներսիտին, այսինքն այս մարմինի մեջ ոչ մի բարի բան չկա։ Եթե չես հավատում եւ դու ուզում ես ցույց տալ, որ բարի բան կա այս մարմինի մեջ, դու վիճակդ ցավալի վիճակի ես մաղթվում, սիրելիներ, որովհետև դու վերադառնում ես օրենքի տակ լինելու։ Հետևաբար հավատացյալների ահագի մեծ մաս օրենքի տակ են ապրում, ոչ թե շնորհքի տակ։ Բայց սա պետք է ուշադիր հասկանա, որովհետև եթե շնորհքի տակ ենք ապրում, մեր ներսեթի մարդը փոխվել է, եւ ներսեթի մարդը, որ չի հավանում աշխարհի կյանքը, մեղքի կյանքին, ինքը մեղքից մաքրվում է, սիրելիներ։ Բայց եթե ներսի մարդը տակավին ուզում է օրենքով ինքը ցույց տալ, որ ինքը ավելի լավն է մյուսից, Աստծո առջև մի բան անե, որպեսզի Աստծո հաճելի լինի, դրա մեջ ցախողության մեջ է ընկնում։
որովհետև ոնց որ ինքը մի հատ ամեն օր բռնում է ցուցակ է գրում, սա անեմ, դա անեմ, սրանից ազատագրվեմ, սա չանեմ եւ այլն։ Ազատագրվելը բարի է, սիրելիներ, պետք է ազատագրվենք։ Գիտեք ինչով ենք ազատագրվում, մեղքերից, հույսով ենք ազատագրվում։ Այսինքն այդ ոնց գիտեմ, Աստվածաշունչը ասում է, որ հույսը ամոթով չի թողում մեզի։ Հույսը, որովհետև Աստծո սերը մեր ներսիտին կործում է Սուրբ Հոգու միջոցով։ Եթե Աստծո սերը մեր ներսիտին կործում է, մենք հույս ունենք, որ դրանից ազատագրվենք։ Սիրել, ես իմ փորձովս եմ ասում։ Հավատքի տարիներու ընթացքին, հավատքի որ գալիս ենք, մեղքեր կա որ կործում ենք։ Այդ մեղքերից չենք կարողանում հաղթահարել եւ նորից ենք կործում, դեք բոլորը դուք գիտեք այդ բոլորը։ Դուք գիտեք։ Ով է որ գասե որ ինձ այսօր ցերկը բարձրացնե, ես մեղքեր չեմ կործում, մեղքը չեմ ասում։ Մեղքը չի հավատալն է, Աստծո առաջարկածյանքին։ Բոլորս ալ մեղքեր կործում ենք եւ բոլորս ալ ժամանակի ընթացքին հույսով ազատագրվում ենք այդ մեղքերից։ Համաձայն եք։ Ես որ մեղքեր եղել է որ կործել եմ, ասում եմ նորից նույն մեղքն եմ կործում, նորից նույն մեղքն եմ կործում, նորից նույն մեղքն եմ կործում, բայց Սուրբ Հոգին ինձ բացել է եւ ասել եմ որ ես պիտի անպայման, որովհետեւ քուսերդ իմ ներսիտիս կործում է, ես անպայման կազատագրվեմ։ Այս վիճակի մեջ չեմ մնալու, ես կազատագրվեմ սրանից։ Իսկ հուսահատությունը սատանայից է, սիրելիներ։ Հուսահատությունը երբեք Տիրոջ մեջ չի կարող լինել, սիրելիներ։ Մենք մեր բնությամբ, այս մարմինի բնությամբ Քրիստոսի թշնամիներ ենք։ Քրիստոսի թշնամիներ ենք։ Դրա համար Հիսուս մեզի խոսքեր է ասում, Լերան քարոզի մեջ խոսքեր է ասում, այդ խոսքերու համեմատ մեր անձերը մենք մի հատ ստուգենք։ Ասում է որ լսել եք, որ սիրեք ձեր ընկերոջը եւ ադեք ձեր թշնամուն։ Աշխարհում ամեն մարդ սիրում է իր ընկերոջ, ադում է իր թշնամուն։ Դա նորմալ ստանդարտ է աշխարհի, սիրելիներ։ Բայց ես ցեզ կասեմ, սիրեցեք ձեր թշնամիներուն։ Օրհնեցեք ձեզի անիծողներուն։ Բարիք արեք ձեզի չարիք ընողեն։ Ձեր ծնոտին խփողին մյուսը դարձուցեք։ Հիմա սա, որ ասում է սիրելիներ, ինչու այսպես է ասում Հիսուս։ Ով է որ ինքը հաջողվում է սիրել իր թշնամուն։ Դժվար բան է, չէ՞։ Դժվար բան է։ Ներսի վիճակի մասին եմ ասում։ Դուրսի վիճակով կարելի է ցույց տա այդպես։ Դուրսի վիճակով կարելի է ցույց տա։ Բայց ինչու Հիսուս դա ասում է։ Որպեսզի դու տեսնես քո ներսիթի քո բնույթդ։ Հիսուս երբ որ ասում է սիրեցեք ձեր թշնամիներուն, ինքը օրենք չի տալիս մեզի։ Ինքը այդպես է։ Ինքը սիրում է իր թշնամիներուն։ Իրեն անիծողներուն օրհնում է, իրեն չարիք անողներուն բարիք է անում։ Գսե Աստված անձրև է դեղացնում եւ չարի վրա եւ բարի վրա։ Աստված արևն է բերում եւ չարին վրա եւ բարի վրա։ Որովհետեւ դա է, որովհետեւ ինքը սեր է։ Ինքը իր ներսիտին ուրիշ բնույթ չունի։ Ինքը սեր է։ Ինչեր անես, իրանից սեր է փոխում, սիրելիներ, որովհետեւ դա իր բնույթն է։ Իսկ դու երբ որ լսում ես սիրեք քո թշնամուն, ինչ ես անում։ Ասում ես որ մի հատ լավ բան անեմ թշնամուս, որ տեսնե որ ես լավ բան արեցի իրեն։ Այդ արածը վատ չէ։ Բայց նրանով դու թշնամու չես սիրում։ Դու ցույց ես տալիս մի բան անեմ, թշնամուս մի բան անեմ, որովհետեւ ինքը տեսնե։ Թեև ինքը լավ է քո արածը, դա չի նշանակում որ քո ներսիտի բնույթը փոխվել է, դու որովհետեւ Աստծո խոսքը կատարես, դու դա անում ես։ Ինչու սա եմ ասում, որովհետեւ քո բնույթը տեսնես, սիրելիս։ Թեև թշնամուտ մի լավ բան անելը վատ բան չէ, սիրելիներ։ Հիմա քեզ անիծում է, դու բերանովդ օրդնում ես։
բայց սրտիդ մեջը ինչ գեցված կա, դժվար է որ այդ օրհնության գեցված կլինի սրտիդ մեջը։ Եվ կարևոր է որ մենք չծածկենք դա, որ մենք տեսնենք մեր անձերը ով ենք, որովհետեւ շնորհքին արժեքը մեր ներսիտին բարձրանա։ Մենք շատ ադեն խապում ենք մեր անձերը, դրա համար մենք տեղկայելի մեջ ենք մնում մեր հավատքի մեջ։ Գիտեք ինչու, մենք ուզում ենք խապել, որ մեր ներսիտին ուրիշ մարդ ենք մենք, որ չենք, եւ դրանով ընկնում ենք մենք կեղծավորության մեջ, սիրելիներ։ Աստված ուզում է, որ դու ամբողջ քու ախպերդ իր արչև բերես տնես, ոչ թե ցույց տաս ինչ լավ գա քու ներսիտիդ, որտեվ եթե քու եւ իմ ներսիտից լավ բան գա մի հատ, դա Աստծո շնորհքն է։ Աստծո շնորհքն է։ Ամեն մեկը շնորհք ունի, չէ, անհավատ եղած ժամանակն էր։ Մարդ կա, որ Աստծո մեջ շնորհք չուներ իր անհավատ եղած ժամանակը։ Ուներ շնորհք։ Օրինակ, ես այսօր հասկանում եմ, որ Աստծո շնորհքն էր, որովհետև անհավատ ժամանակս տղամարդ ուժեղ մեկը ինձ վնասում էր, վիրավորում էր, ասում էր, որ սրա ես ցույց կտամ, չեմ ներելու, 2 րոպե հետո տեսնում եմ արդեն սրտիս մեջ ոչ մի բան չի գա։ Ասում եմ, որ այ քեզ տան, ի՞նչ տեսակի մարդ ես դու։ Մի հատ նորմալ տղամարդ չես։ Հասկանում եմ, որ այսօր Աստված այդ շնորհքը տվել է ինձ։ Այդ շնորհքն էր տվել, ոչ թե դա իմ արժանիքն է։ Հետո ահակին ախպեր ունեի կյանքից մեջ, օրինակ եմ տալիս։ Դուք ալ շնորհքներ ունեք սիրելիներ, դա Տիրոջ մեջ է։ Բայց մեր ներսիտին պետք է տեսնենք մենք ով ենք։ Աստված ուզում է, որ իր արչևը բացվենք մեր տկարություններով, սիրելիներ։ Չէ՞ թե ինչու համար Հիսուս խաչն է ելել։ Հիմա այն անձը, որ ասում է, որ ես դակավին նույն մեղքը կորցում եմ։ Ես փրկություն չունիմ։ Ասում եմ, որ դու փրկություն ունես։ Ասում եմ ո՞նց։ Որովհետև եթե փրկություն չունենայիր դու սրա դեմ պատերազմը չէիր մղելու, դու սրա հանդեպ այս տեսակի ցավ ու դարաբանք չէիր ապրելու, դու ցավում ես, տարապում ես, իսկ անհավատ մարդը, շնորհքը չընդունած մարդը, իրեն չի հետաքրքրել, ասում է սա իմ իրավունքն է, մեղքը կորցում է, ասում է լավ եմ անում, ասում եմ, որ դու ասում ես ես լավ մարդ եմ, ասում եմ, որ դու շնություն ես անում, դու ասում այդ իմ իրավունքս է, ես տղամարդ եմ, աշխարհիկը, լիքը, ասում եմ իմ իրավունքն է, դրա մեջ ինչ վատ բան գա, ոչ մեկի վատ բան չեմ անում, հասկանում եք, ինքը ոչ այլ հասկանում է, որ դա վատ է, աշխարհի մարդը սուտ որ խոսում է, ասում է, որ դա իմ շահին համար էր, ես լավ արեցի, որ ինձ համար լավ լինի, աշխարհի մարդը ամեն ինչ կանե, մտածելով իրեն համար լավ կլինի, բայց ոչ լավ չի լինի, ինքը խապում է իր անձը։ Իսկ դու որ եթե սուտ խոսես, կասես, «Էս ինչ բան արեցի»։ Թեև հավատացյալ ես հավատում եմ, որ ամեն արած սուտեն պետք է ազատագրվի։ Որ բան է, որովհետև օրինակ եմ ասում, կամ տարբեր մեղքեր, չեմ ուզում դրանց մասին խոսել, տարբեր մեղքեր կա, որ հավատացյալը մեջը անընդհատ ընկնում է սիրելիներ, եւ ինքը տարապում է, տանջվում է, Տիրոջ առջև լացով է գալիս, ասում է, որ Տեր ինձ ազատագրե, բայց նորից է այդ մեղքը գործում, հետո այդ մեղքը ինքը զղջումով է, գործում է, զղջում է, բայց հույսը կազատագրե սիրելիներ, դա չի նշանակում, որ փրկություն չունի, որովհետև ինքը հավատում է, որ դա պետք չէ գործե, հետևաբար Աստծո խոսքին է հավատում, հասկանում եք սիրելիներ, Աստծո խոսքին է հավատում, որովհետև դրա մեջ կյանք չի տեսնում, ինքը անում է, տակավին տկար է, բայց դրան չի հավատում, բայց անում է, որովհետև մարմինի մեջը բարի բան չկա, որովհետև ոչ մեկը չպարծենա, մինչև երբ դու կարող ես մեղքերու մեջ ընկնել, մինչև կյանքիդ վերջին շուրջը, ոչ մեկը չպարծենա, որ ես մի քանի մեղքից ազատագրվել եմ, 100 մեղքից 90-ից ազատագրվել եմ, 10 հատ մնացել է, հիմա այդ 10-ից ազատագրվեմ, ես ինչքան լավ կլինեմ, ինչքան այդպես ցուցակներ բռնողներ կան, ճիշտ եմ կամ ոչ,
նայում է մի հատ, ահագին մեղքերից ազատագրվել է, մի հատ լավ է զգում։ Հա լավ է, որ ազատագրվել ես, բայց այդ լավը սկալդ վտանգավոր է, որովհետև դու կոտրվածությունից դուրս ես գալիս, ինքնաթադաբարդումից դուրս ես գալիս, անձը արհամարելուց դուրս ես գալիս այդ վիճակից սիրելիներ։ Մինչև կյանքի վերջին շունչը պիտի իմանաս, որ դու մեղավոր ես։ Կարդացեք Նարեգացին, նայեցեք մեղքի նկատմամբ ինքը ինչքան բացված էր։ Շատերդ կարդացել եք, չէ՞։ Մարդը պիտի ճանաչե, որ իր ներսիտին մարմինի մեջ մինչև հող չեր թա, լավ բան չի գա։ Դրա համար Պողոսը ասում է Հռոմեացիները 8-րդ գլխի մեջը, որ մենք սպասում ենք այս մարմինից ազատագրման։ Այս մարմինը հող երթա, այս մարմինի, այս վատ բնույթից ազատագրվեմ, որտեղ մարմինից մեջ լավ բան չի գա, ասում է, ոչ մի լավ բան, ուզում եմ լավը անել, բայց տեսնում եմ, որ իմ գողքի մի անգամից ես լավը չեմ հաջողվում անել։ Ասում եմ, որ ինչ խղճալի մարդ եմ, ինչքան լավ է, որ ասում ես ինչ խղճալի մարդ եմ, բա որ չասես ինչ խղճալի մարդ եմ։ Բայց սա չշփոթենք, տեսնում եք, սրանք նուրբ նյութեր են, չշփոթենք, որ մեղքերու հետ համացայնության, որտեղ մարդ կա, կարող է մեղք գործել եւ չի զղջա։ Չզղջալեն հետո մեղքը գարաշնորհ է ուրիշ մեղքի եւ ինքը ահավոր վիճակի մեջ գահիտնվի։ Չլինի, որ մտածես, որ շնորհքի տակ ես եւ դու կարող ես մեղքեր գործել, սիրելիներ։ Բայց այր ասեմ, եթե մեղքեր գործում ես, դու Աստծո օրհնություններից պակասում ես։ Հոգու փրկության մասին չեմ ասում, որտեղ եթե դու անհավատության մեղքը չես գործում, դու հավատում ես Աստծո առաջարկած կյանքին, դու փրկված ես շնորհքով, դա է շնորհքը։ Իսկ եթե մեղքեր ես գործում, այս կյանքի ընթացքում Աստծո ներկայությունը պակասում է կամ գոռում է Աստծո ներկայությունը քո կյանքիդ մեջ։ Դա է պետք է հասկանաս սիրելիս։ Աստծո օրհնությունները, որտեղ մեղքը իր հետևանքը ունի։ Դու շնորհքը ընդունել ես, հոգիդ փրկվելու է, որտեղ դու պատերազմում ես դրա մեջ դեմ, մինչև կյանքի վերջին շուրջը, բայց գործած մեղքերը դար, արխային չընկնես, որովհետև դրանց հետևանքները այս կյանքի մեջ կգրես մեղքերու հետևանքները, բայց հոգիդ կփրկվի։ Դրա համար ասում է, որ Պողոսը մարդու գործերը պիտի քննվեն կրակով։ Եթե ոսկի արձած պատվական քարեր են, դրանք կրակը չի վարելու, կմնան։ Եթե փայտ եղեք խոտ է, դրանք կվարվին կգենան։ Բայց ինք կփրկվի, ինչու համար, որովհետև շնորհքը ընդունել է։ Ինքը որովհետև մեղքից ապաշխարել է, անհավատությունից ապաշխարել է Աստծո առաջարկած կյանքի հանդեպ։ Ինքը կփրկվի, ոնց որ կրակի մեջ են ելած է, կրակի մեջ են ելած է։ Խաչի վրայի ավազակը սիրելիներ լավագույն օրինակն է։ Ինչ գործ ուներ։ Խաչի վրայի ավազակը Աստծո արչև արդարացուցիչ մեկ գործ ուներ, մեկ հատ մեռնել են առաջ։ Ոչ, որ կարար Աստծո արչև գայնել եւ ասել, որ նայր Տեր, ես լավ բան եմ արել։ Բայց որովհետեւ հավատաց Քրիստոսին, որ ինքն է կյանքը, ինքն է ճշմարտությունը, ասեց, որ ես արժանի եմ խաչի մահվան, ես ու դու նան պիտի անենք։ Դա է մեր բաժինը սիրելիներ։ Ես արժանի եմ, հիմա արժանի եմ, միշտ էլ արժանի եմ մահվան։ Ոչ մի արժեք չեմ ներկայացնում ես, որովհետեւ շնորհքը։ Դրա համար Աստծո շնորհի բարգևն է։ Իսկ երբ որ մենք ցուցակներ ենք բռնում, Աստծո շնորհքը իզուր տեղ ենք հանում։ Քրիստոսի խաչելությունը, բա ինչու համար Քրիստոս քեզ համար խաչ ելավ։ Չէ՞ որ Հիսուս մեզ սովորեցուց ասեց. այսպես աղոթեք, Հայր մեր։ Բայց ինչքան մեզանից այդ հայր մերը չեն գսկում։ Ոնց խոսիս քո հորդ հետ, քո պապայիդ հետ։ Բոլորդ պապաներ ունեցել եք։ Ձեր պապային հետ ոնց եք։ Ձեր հայրն էր։ Ձեր հորը գիտեք, որ ձեր հայրը ձեզ սիրում է, ձեզ չթողելու։
չթողելու հայրը դեքո։ Որ դու հայր մեր ասում ես, այդ ըսկում ես քո ներսիտից, ճանաչում ես այդ ճշմարտությունը, որ ինքը իսկապես քո հայրը է, եւ քո հայրդ երկրավոր թերի է, բայց ինքը անթերի է։ Քո երկրավոր հայրդ ինչքան ար քեզ սիրում է, մեգա ինքը թերի է, մարմնի մեջ է, բայց երկնավոր հայրդ ինքը սեր է։ Եվ քեզ իրավունք է տալիս, թեև դու փոշի ես, հողի փոշի, ասում է, որ ես քեզ ծնա։ Աստծո խոսքից ծնվում ես դու։ Վերստին ծնունդը որ ինչ լինես, որպեսզի որդի լինես։ Աստված մեզ որդեգրում է սիրելիներ։ Եվ մեզ իրավունք է տալիս, ոչ թե միայն իրավունք է տալիս, ասում է, որ աղաչում եմ, հասկացիր, ըսկա, ճանաչիր, ես քո հայրն եմ երկնքում։ Ես հայրդ եմ երկնքում։ Ինչքան կարևոր է դա սիրելիներ, այդ հարաբերությունն ունենալ մեր հորը հետ։ Որպեսզի մենք նորից օրենքի տակ չգնանք ցուցակներով եւ մենք հուսահատության տակ ընկնենք եւ բան չհասկանանք սիրելիներ։ Որովհետեւ երբ դու հուսահատության տակ ընկնում ես, որովհետեւ դու օրենքի տակ ես մտնում մտածելով, որ եթե սա չանեի, Աստծո աչքին ես կարդարանայի, տեսնում եք ինչ է խնդիրը, հետին որ դու չես նկատում, որ ասում ես, որ սրանից ազատագրվեմ, իմ հորս աչքին ես արդար կլինեմ։ Ասում է, որ ոչ մեկը չի կարա, շնորհքն է միայն դու պիտի ճանաչես մինչև կյանքիդ վերջին շունչը, որ ոչ մի բան անելով, ոչ մի մեղքերից մեղքիմը ազատագրվելով դու Տիրոջը կարաս մի բան ասել ցույց տալ իրեն։ Դեր դերը ուզում է, որ ազատագրվենք մեղքերից։ Տեսնում եք, կարևոր է, որ նկատենք այս բաները։ Դեր ուզում է, որ մենք ամեղ կյանք ապրենք, մաքուր, դա է ուզում։ Բայց խաչը արհամարում ենք մենք, ուզում ենք մի բան ցույց տալ։ Դրա համար մենք տարաբուդ ենք, չենք ճաշակում Տիրոջ հայրությունը մեր կյանքի մեջ, իր ըրած խաչելությունը եւ շնորհքը չենք կարողանում ճանաչել, որտեղ մեր ուղեղներով է, որ մենք իրեն մոտենում ենք։ Դրա համար մեր ներսիտին երջանկություն չենք ունենում, սիրելիներ։ Եվ մտնում ենք կրոնավորության մեջ։ Ես ասում եմ, որ քրիստոնեական կրոնը, ես այդ բառն չեմ սիրում։ Հիսուս եկավ մեզի որպեսզի կրոնից ազատագրե։ Քրիստոս ճշմարտությունն է։ Քրիստոնեությունը կրոն չէ, ինչ անել, ինչ չանել, կրոն կնշանակե օրենքներ, որ պետք է պահենք, եւ հրյա ժողովուրդը ինչ վիճակի մեջ էին, այդ օրենքները, որ Աստված տված էր, թեև այդ օրենքները բարի են, տվել էր, որպեսզի մենք ճանաչենք, կսե օրենքը մեր թաստիարակ եղավ, մենք Աստծո խոսքով, օրենքով տեսնում ենք, որ ինչ բնույթ ունենք մեր ներսիտին, բայց իրենք մտածում էին, որ եթե պահենք, իսկ ներսիտին եթե նույնիսկ մենք այդպես չենք, եթե պահենք կարդարանանք, ինչպես որ երկիրներու մեջ օրենքներ կա, հիմա Հայաստան երկրի մեջ օրենքներ կա, այդ օրենքները սիրում են ամեն մարդ, ոչ, թեև այդ օրենքները արդար կլինեն, Աստված ամեն մարդ սիրում է այդ օրենքները, չեն սիրում, երբ որ անդեսանելիորեն իրենք չեն բռնվելու, այդ օրենքը խախտում են, որովհետև իրենց ներսիտին չեն սիրում։ Տեսնում եք, հետևաբար մեր ներսի վիճակը պետք է տեսնենք, սիրելիներ, որպեսզի մենք վայելենք Աստծո հայրությունը, Աստծո սերը, սիրելիներ։ Աստված ձեզի շատ օրհնե, եկեք աղոթենք։